Հայաստանի Հանրապետության կրթության գիտության նախարարի հրամանով սահմանվել է 2012-13 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը։ Նախարարի հրամանի համաձայն կրտսեր դպրոցներում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար, դպրոցներում իրականացվում են նաև զեղչեր անապահով ընտանիքների երեխաների համար։ Զեղչեր լինում է, տնօրենը զեղչեր կատարում, անապահով ընտանիքի երեխաներն են, որ միակողմանի, երկկողմանի զեղչերը տնօրենի կողմից կատարվում է, ես գրքերի գումարը արդեն 50%-ով եմ հաշվում, գնացուցակը նախարարության կողմից սահմանված գնացուցակն է, 1-ից 4 դասարանի տարրական դպրոցի բոլոր երեխաների գրքերը։ Այսօր դպրոցներում կան գրքեր, որոնք սակագներն իջել են կապված նրանց վաղեմության հետ, իսկ նոր գրքերի արժեքները համեմատաբար ավելի բարձր են, հասնում են մինչև 470 դրամի, նշում է թիվ 4 դպրոցի գրադարանավարուհին։ 2008 թվականից հրատարակված 9 թվականի գրքերի գումարը գնացուցակը իջել է մինչև 200 դրամի։ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարաններում մի քանի անուն դասագիրք արդեն դարձել են 200 դրամ։ Մյուսները տարբեր գներ են։ 5-րդ դասարանում ցածր գրքերը հայրենագիտություն, բնագիտություն, դրանից հետո եկեղեցու պատմությունները 250 դրամ են։ 5-րդ, 6-րդ դասարանի եկեղեցու պատմության գրքերը 250 դրամ են, 7-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանի եկեղեցու պատմությունները անվճար են։ Թիվ 4 դպրոցի 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանի երեխաները եկեղեցի պատմություն առարկան անցնում են դեռևս 2004 թվականին հրատարակված գրքերով, չնայած որ նոր գրքերը պետք է հրատարակվեն յուրաքանչյուր 4 տարին մեկ։ Բացառությամբ մի քանի այն գրքերի, որոնք տպագրվում և նորացվում են 5 տարին մեկ։ Տաթևիկ Ղազարյան, Սուրեն Գալստյան, Միք հեռուստաընկերություն։